Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Լոռու մարզ ձգվեց, քաղաք Վանաձոր։ Օրվա հյուրը նկարիչ, ակվարելիստ Պետո Պողոսյանն է։ Պետո Պողոսյան, նկարիչ, ակվարելիստ։ Ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ Ավարտել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։ 1998-ից 2000 թվականներին Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում հաճախել է գրաֆիկայի և քանդակի դասընթացների։ Ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի բաժնում։ 2000-ից 2006 թվականներին զուգահեռաբար սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ստանալով մագիստրոսի աստիճան։ Պետո Պողոսյանը աշխատում է ջրաներկով, առանց որևէ այլ նյութի խառնուրդի, քաղաքանկարի ժանրում։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր ցուցադրությունների Հայաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Սերբիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Թայլանդում և այլում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2024 թվականին Լոս Անջելեսի Սարյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պետո Պողոսյանի քաղաքանկարների «Կարոտով» խորագիրը կրող անհատական ցուցադրությունը։ Բարև ձեզ, շատ հաճելի է լինել այսօր իմ սիրելի Վանաձորում, ես ինքս նկարիչ ակվարելիստ, քաղաքանկարիչ Պետո Պողոսյանն եմ, մասնագիտացված եմ ճակերտների մեջ ասված քաղաքանկարի ժանրի մեջ և քաղաքանկարում շատ օգտագործում եմ նաև մարդկային կերպարանքներ, մարդկանց բնավորության, զգացողության, տրամադրության հետ կապված ամեն ինչ։ Այսօր կուզեի մի շատ հետաքրքիր կարծատրիպ կոտրեինք միասին, փորձեինք հասկանանք ինչ է մարդկային կերպարանքը, մարդկային կերպարը։ Համոզված եմ շատերդ փորձել եք նկարել, ինչ-որ մի բան չի ստացվել և թողել եք մի կողմ։ Պետք չի վախենալ մարդ նկարելուց, դիմանկար անելուց, մարդկային կերպարանք և մարդու շարժում ու շարժ ներկայացնելուց։ Համոզված եմ շատերդ այստեղ նկարում եք, ճիշտ է, նկարում եք ու նկարում եք նաև ջրաներկով, ճիշտ է։ Այո, ջրաներկը մեր շատ սիրելի նյութերից է, ես հենց մասնագիտացված եմ ջրաներկով աշխատանքի մեջ, որը հեշտ ձեռք բերելի է, նրանով կարելի է ամեն տեղ աշխատել, ճանապարհին մի տեղից դուրս բերեցիր փոքր տուփի մեջ, ջուր է պետք և վրձին։ Ու այս նյութը, ասեմ ձեզ, իր այս արագության և թափանցիկության ու հեշտության հաշվին շատ լուրջ նկարելու միջոց է մեր համար։ Ես այստեղ տեսեք բերել եմ հենց այսպիսի մի ճանապարհային գեղեցիկ ակվարել, որով կփորձենք մի քանի հետաքրքիր հնարքներ փորձարկել հենց տեղում։ Ջրաներկով լավագույնս և շատ արագ կարելի է ներկայացնել հենց կերպարը ուրվագծային տեսքով։ Ինչ է ուրվագծային տեսքով կերպարը։ Ֆրոտաժ ասվածը սովորենք միասին, կոչվում է ֆրոտաժ, միջազգային լեքսիկոնով, այսպես ասած, լեզվան բռնմամբ, երբ որ դու փորձում ես բնավորությունը և կերպարը միանգամից ներկայացնել մի քանի վրձնահարվածի միջոցով, պատկերացրեցինք, երբ որ դուք նկարում եք որևէ տեսարան կամ ներկայացնում եք ձեր սիրելի քաղաքի այս կամ այն անկյունը, համոզված եմ շատ անգամ խուսափում եք հենց մարդ նկարելուց այդտեղ, բայց հենց մարդն է, որ պետք է ներկայացված լինի ուրվագծի տեսքով, սիլուետի ֆրոտաժի տեսքով, որպեսզի կենդանություն հաղորդի ձեր նկարին։
Ես բերել եմ իմ գոլեգաների մի քանի աշխատանքներ, որոնք կուզենայի ցույց տալ ձեզ։ Ձախ կողմում ներկայացված է հնդիկ հրաշալի նկարիչ Պրաֆուլ Սավանտը, խնդրեմ երևում է բոլորին։ Եվ այս կողմում ներկայացված է Ջան Զենլի տարիքով բավական, բայց շատ հետաքրքիր եւ շատ ճանաչված նկարիչ է Չինաստանում։ Բերեք ես ձեզ ցույց տամ, հա, ինչի մասին էի խոսում, տեսեք, հա, այս փոքր, այս ամբողջ այս հետաքրքիր արված, հա, փափուկ տոներով արված ջրաներկով աշխատանքի մեջ, սա այն ջրաներկն է, որը բոլորս, հա, նկարում ենք, հա, օգտագործում ենք, այսպեսի հրաշալի գործ կարելի է ստեղծել ջրաներկով եւ այս մի քանի, հա, ֆիգուրան մի անգամից կենթանություն են տալիս այս ամբողջ տեսարանին, պատկերացրեցինք։ Եվ այս մի գործի մասին եւս չինական, հա, նկարչության ավանդույթներով արված, չէ, զգացվում է, չէ, հենց մի անգամից աշխատանք է եւ նավակի մեջ գտնվող այս մարդու կերպարանքը եւս հավաքում է ամբողջ նկարը, կարծես կենտրոնացնում ու բալանսավորում է ամբողջ տեսարանը, հա, պատկերացրեցինք, ու ամենազարմանալին, որ այս կերպարը նույնիսկ նկարված չէ, հա, այս ֆիգուրան փաստորեն արված է ուղակի մատի մեկ հպումով թուղթն է պոկել, հա, պատկերացրեցիք ինչ համարձակություն է այստեղ դրսևորած, որ նույնիսկ սիլուետ կամ կերպարանք ստանալու համար պոկում ես կամ վերացնում ես թղթի վրայի գտնվող մի շերտ, հա, պատկերացրեցինք։ Եվ իհարկե իմ գործերից կուզեի ձեզ ցույց տալ բազմամարդ աշխատանքներից Երևանի հայտնի, հա, անկյունների ճանաչեցի կասկադը, որտեղ այո, ոչ այնքան կասկադն է նկարված, որքան տերը շան հետ, հա, կարծես ու հենց այս կերպարի ու այս կերպարանքի շուրջ է հավաքված ու հետաքրքրանում ամբողջ նկարը։ Իսկ այստեղ կարող եմ մի քիչ զրվարճալի թվալ, հա, փոքր ներկայացում էր, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ մետրոյի տակ եւ հավաքված հանդիսատեսը նույնպես, հա, կարող եք տեսնել, թե ինչպես է մի քանի վրձնահարվածով ստացվում դեմք դիմագից, կարելի է ասել, այստեղ 80-ից ավել, հա, ֆիգուրա կա, կերպարանք կա։ Խնդրեմ, պատկերացրեցիք։ Այնպես որ չենք վախենում եւ եթե նկարում ենք, փորձում ենք անպայման գծել, ստանալ իմ ասած կերպարանքները, որոնք աշխուժություն են հաղորդում ամբողջ նկարին։ Վերցնում ենք համապատասխան ջուր եւ ներք, ոչ շատ, ոչ քիչ, հա, այդ արդեն ձեր զգացողության մասով է, որ դուք ինքներդ կզգաք, չենք փորձում տանջել մակերեսը, հա, խնդրեմ, մի փոքր սիլուետ մեր առաջին նստած երեխաներից մեկի, հա, կարծես սահուն միանգամից որոշում ենք ջրաներկով այն ամբողջ ծավալը, որը պետք է ներկայացնենք եւ ստվերային մասերում ավելի պինդ, հա, սեղմելով դնելով ներկը վրձնի հետ ստանում ենք միանգամից կարծես ծավալ։ Ես հիմա ուրվագծի վրա եմ աշխատում, հա, խնդրեմ, դուք կարող եք ճանաչեք ձեր դասընկերուհուն ընդհանրապես ուրվագծով։ Եվ հենց մեխը այստեղ նաև ճանաչելն է, որ ոչ թե փորձում ենք շատ մշակել կամ երկար մշակել դիմագից կերպարանքը, այլ փորձում ենք հնարավորինս գտնել այն մեխը, այն հետաքրքիր նրբությունը, եթե ճանաչում եք մարդուն բնականաբար շատ ավելի լավ կզգաք, եթե չեք ճանաչում, փորձեք զրուցել, շփվել իր հետ, եթե դիմանկար եք անում կամ կերպար եք ստեղծում, ու կհասկանաք, թե որտեղ է այդ հետաքրքրությունը, այդ հետաքրքիր անկյունը, որ այդ մարդը տարբերվում է մյուս այդ կերպարանքը տարբերվում է մյուս կերպարանքից, հա, այստեղ պարզ ասած ոչ թե լավ քիթ, աչք կամ դիմագից նկարելն է, այլ քթի եւ աչքի կապը ստեղծելն է։ Այս ամենաբարդ բանն է, որի շուրջ կարելի է աշխատել եւ հենց այդ մասով զարգացնել, ստանալով սրություն, ստանալով դիմանկարին, դիմագծին, մարդու կերպարանքին բնորոշ, հա, կերպար։ Սա իհարկե դիմանկար չէ, սա կերպարանքի սիլուետի, իմ ասած ֆրոտաժի մեկնությունն ու մեկնաբանությունն է, հա, պատկերացրեցինք։ Ցանկացած թղթի վրա դուք կարող եք նաև սիլուետը անել, հա, պարապել ինքներդ, երբ որ տեսնում եք հետարքի իրավիճակ կամ
հետաքրքիր իրարանցում դուք կարող եք փորձել հեռախոսով նկարել։ Մի պահ, հա, կադրը վերցնում ենք, այդ կադրը մատիտով կարող ենք վերցանել, տանը փորձել գծել։ Միանգամից գծելով դուք ունեք արդեն պատրաստի նկարի համար կոմպոզիցիա։ Ձեռքով եմ կպնում, որովհետև ոչ մի ահավոր բան չկա, ցանկացած միջոց ակվարելում ընդունելի եւ կիրառելի է այն ինչ որ դուք կգտնեք այդ պահին ճիշտ։ Այստեղ խնդիրը հստակ դիմանկար ստանալը չէ, այստեղ խնդիրը կենթանի, շարժուն, հետաքրքիր կերպար ստեղծելն է։ Պատկերացրեցիք ոնց որ ներկայացված էր մեր նկարիչների գործերում։ Ու սա շատ հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ դուք կփորձեք արդեն օգտագործել ձեր տեսարանների մեջ այս շարժը ասելիքը ավելի հարստացնելու մասով, պատկերացրեցինք, շատ լավ։ Ես կուզենամ ուղղակի այսպես պահել, հա, փորձել, որ վրձնահարվածս երևա, եթե կարելի է։ Այս արդեն ջրաներկի թուղթ է, հատուկ, հա, բնականաբար աշխատելով ցանկացած թղթի վրա, չենք կարող ստանալ այն էֆեկտը, այն տպավորությունը, այն խորությունը, որը որ կստանանք ջրաներկի հատուկ թղթի վրա։ Փորձեք անպայման վերցնել, եթե աշխատում եք ակվարելով, ջրաներկի մասնագիտացված թուղթ, որտեղ ինչպես վարպետներն են ասում, դա գործի 50%-ն է։ Ամեն դեպքում պարապելը, արագ էսքիզները անելը շատ ողջունելի է եւ ձեր ձեռքն է վարժում եւ միտքը միաժամանակ։ Առաջինը, որ կուզեմ խոսել, դա չոր հարված կոչվող տեխնիկան է, հա, չոր վրձնահարված, dry brush անգլերեն, հա, սուխոյ մազոկ ռուսերեն, որը որ շատ հետաքրքիր է իր մատուցման մեջ, նաև բարդ։ Տեսեք, հա, վերցնում ենք էլի մեր ջուրը, ներկը, այս անգամ այն ինչ որ ես ձեզ ցույց տվեցի, այս սահուն վրձնահարվածը, որով ծածկում ենք լայն տարածություն, հա, այն ինչ որ ես միջև այդ փորձեցի ներկայացնել, չենք փորձում քսմսել թղթի վրա, տանջել թուղթը եւ ներկը միասին։ Դրեցինք, հա, փորձում ենք թղթի սպիտակները համապատասխանաբար թողնել, շատ կարևոր են թղթի սպիտակները, այն ինչ որ ես փորձեցի արագ թողնել, հա, որովհետեւ դրանք հենց այն փայլն է, այն մեխն է, որ նկարը կենթանացնելու է։ Եվ մի անգամից շարունակում ենք ծածկել թղթի ամբողջ մակերեսը, այն ինչ որ մենք նախապես մտածել ենք։ Տեսեք, ամենահետաքրքիր պահը սկսվում է այստեղ, հա, սա wet in wet կամ թաց-թացի մեջ կոչվող տեխնիկան է, երբ մենք սահուն, եթե բնանկար ենք անում, քաղաքանկար ենք անում, սկսում ենք բնականաբար նկարի աչքերից, որը երկինքն է, պայմանական երկնքից, հա, այսպես ասեմ, եթե ունենք, ու շարունակում ենք դեպի ներքև հավաքել ամբողջ գործը, այսպես ասած։ Եվ այս դեպքում, երբ որ մենք թացի մեջ հարվածներով կարող ենք տեղորոշել ինչ-որ մի ծառ, մի տեսարան, գալով հասնելով մեր դիմացի առաջի պլանին, մի անգամից ես հենց հիմա կհանեմ նաև այս դեպքի համար պատրաստված հասարակ անձեռոցիկ, մի փոքր չորացնելով վրձինը, մի քիչ ավելի քիչ վերցնելով ջուրը, ներկը մի քիչ շատ, հա, տեսեք անում եմ հենց այդ չոր վրձնահարված կոչվածը, խնդրեմ։ Այս վրձնահարվածը, որը տեղ-տեղ, կարելի ասել կցվում է թղթին, տեղ-տեղ ոչ, հա, շատ տեղեր կարող ենք օգտագործել։ Օրինակ, այն հետաքրքիր մեր բոլորս գնում ենք, չէ, ճամբար ենք գնում ենք էքսկուրսիա, տեսնում ենք մեր հրաշալի կոթողները եւ այդ հին հրաշալի, այսպես ասած, մշակված քարը, որը կարծես, հա, շնչում է այդ բոլոր շերտերն ու բոլոր երանգները ինքը ունի։ Երբ դրեցինք ներկը հավասարաչափ վրայից 1-2 4 վրձնահարվածը, հա, տեսեք ես սահուն մի անգամից թաց տեխնիկայից անցա 4 վրձնահարվածի, երբ սա կչորանա, մենք ցավոք այդքան երկար ժամանակ չունենք, սա ժամերով նաև աշխատելու մասով եմ ասում, բայց շատ կարճ կիրառական այս
շարժումներով ես ձեզ ցույց կտամ ոնց կարող եք անընդհատ զարգացնելով ստանալ խորը վերջնական նկար ջրաներկով։ Եվ այդ դեպքում ցանկացած վրձին օգտագործելի է, իհարկե այս վրձինը շատ մասնագիտական վրձին է, հա, գայլի մազով չինական վրձին է, որով ամեն ինչ կարելի է անել, բայց մենք ձեռքի տակ ինչ էլ ունենանք, սկյուր կլինի, հա, ցանկալի է որ սինթետիկա չլինի, որ դուք մի քիչ բնական մազով վրձնով աշխատեք։ Այդ դեպքում այս հարվածով կարծես, հա, տեսեք, այսպիսի հարվածներով մենք ստանում ենք այդ խորթուբորդ հետաքրքիր մակերեսը, որը որ ես նոր նկարագրում եմ, հա, մեր կոթողների, քարերի այդ տպավորությունը մեկ, ճանապարհի դիմացի մասով, հա, երբ որ դուք ուզում եք խորթուբորդություն ստանալ, դուք հատ չեք դնում եւ օրինակ ինքնուսաբար, հա, այսպես կետիկներ դնում։ Մի անգամից համարցակ վրձնահարվածով արտեն արված տարածքի վրա ստեղծում եք հավելյալ շերտ, հավելյալ խորություն։ Պատկերացրեցինք, հա, այսպես սահուն ուրվանկարից կարծրատիպեր կոտրելով մոտեցանք նաև մյուս կարծրատիպերը կոտրելուն, որ մանրամասն կամ երկար չարչարված նկարը շատ անգամ որակի մասին չի վկայում։ Մենք պետք է աշխատենք մեր վրա, փորձենք հասկանալ, որ շերտը, որի վրա ենք դնում եւ այս մի քանի ոչ այդքան պարզ, բայց հասկանալի, հուսով եմ հասկանալի վրձնահարվածները ձեզ կբերեն շատ ավելի բարձր որակի ջրաներկով մեր հասանելի նյութով աշխատելու պարագայում։ Շնորհակալություն։ Դուք ավելի շատ սիրում եք ինչպիսի պատկերներ նկարել։ Իմ նատյուրմորտները քաղաքում են հիմնականում, այդ մեռած բնություն թարգմանաբար ասվածը նատյուրմորտը ես վերացարկել դարձրել եմ քարը, շենքը, լույսերի, հա, այսպես ասած, լույսերի սյուները եւ այլն եւ այլն։ Ես քաղաքանկարի մեջ եմ մասնագիտացված եւ ոչ մեկ անգամ, մի շարք անգամներ նկարել եմ նաեւ մեր բոլորի սիրելի Վանաձորը։ Շատ սիրում եմ այս քաղաքը։ Ձեզ ավելի հեշտ է նկարել գուաշով թե ջրաներկով։ Շատ ճիշտ նշում արեցիք, գուաշը նույնպես ջրով բացվող ջրաներկ է։ Ուղղակի գուաշը օփակ, խիտ, անթափանց կոչվող ներկն է։ Ես հավասարապես սիրում եմ նաև գուաշը։ Ուղղակի իմ համար ջրաներկը այնքանով է հարազատ, որ ինքը ավելի, այսպես ասած, ազդեցիկ է իր թափանցիկության ու սպիտակ, որ նշեցի, հա, թղթի սպիտակը թողնելու ունակությամբ, որտեղ գուաշով ունենք նաև սպիտակ գուաշ, որը որ կարելի է եւ պետք է օգտագործել։ Ինչի պետք է աչքի եւ քթի հանդեպ կապ ստեղծենք։ Որ ունենակ այդ մարդու բնավորությունը, որ ոչ այնքան ճանաչելի լինելու, այլ կենթանի լինելու համար, որովհետեւ երբ որ դուք ֆոտոից անեք դիմանկար, նույնությամբ կրկնելով, դուք չեք հասկանալու աչքի եւ քթի կապը։ Աչքի եւ քթի կապ ասելով նկատի ունեմ այն համաչափությունը, որը կա աչքի եւ քթի հեռավորության եւ ծավալի մեջ, որովհետեւ միայն աչք նկարելը շատ ավելի հեշտ է կամ միայն քիթ։ Եվ դա նաեւ փոխաբերական իմաստով է ասված, որ դուք պետք է գտնեք կապը առարկաների ծավալների մեջ, այս մասին էր խոսքը, եւ այդ դեպքում ձեր մոտ կստացվի կենթանի սուր հետաքրքիր կերպար։ Եվ դուք սկսել եք զբաղվել նկարչությամբ, դուք ցկտել եք ճանաչում ունենալ, թե դա ինքնաբերաբար է ստացվել։ Եվ ինչ արտականք են ունեցել ձեր շրջապատը, եւ ասել եք, որ նկարիչ եք ուզում դառնալ, որովհետեւ ինչքան գիտենք, Հայաստան նկարիչ մասնագիտությունը այդքան չեն լուրջ ընդունում։ Իհարկե, այդքան էլ չեն ընդունում եւ նույնիսկ զարմանում են։ Ես ծնվել եմ Գյումրիում եւ երբ Գյումրիում դնում ես ձկնորսական բացվող աթոռ, պատկերացրիք եւ մոլբերտ ու սկսում ես նկարել, քո մարտական ընկերները, հա, դպրոցի կամ բակի զարմանում են, որ պետոն գուցե գժվել է, հա, այսպես ասած, բայց այդքան էլ այդպես չի։ Եվ առաջի տպավորությունը իհարկե գուցե եւ շոկային լինի, բայց նկարչությունը, երբ դուք սիրում եք ու փորձում եք խորանալ այս ոլորտում, անպայման ստացվելու է եւ պետք է շատ կարդալ, շատ նայել ու ինքներդ ձեր վրա շատ աշխատել։ Ճանաչում իհարկե ուզում ես ձեռք բերել եւ երբ ես այս մարդկանց գործերը մոտ 20 տարի առաջ նայում էի, թե որտեղ են ցուցադրվում, անհասանելի թվալով, հա, կարծես ինձ, 20 տարի հետո, հա, չգիտեմ, 10 տարի հետո մի պատի վրա իրենց հետ հայտնվելը եւ իրենց գործերը իմ հետ բերելը դա
երջանկություններ եւ նաեւ երազանքների իրականացում։ Քանի տարի է ինձ զբաղվում եք նկարչությամբ եւ ինչից որոշեցիք, որ պետք է շարունակեք, դա է ձեր գործը եւ կա ինչ-որ վախ, որ նկարեք եւ չի ստացվի։ Վախ չկա, ճիշտն ասած, կա բարկություն, կա ջղայնություն, եթե ինչ-որ մի բան չի ստացվում, ես էլ դնում եմ մի կողմ ու սկսում եմ նորից, մինչև որ ստացվի։ Այս գործի մեջ համառություն է պետք, բայց ելի եմ ասում խելացի համառություն, ուղղորդված համառություն, ինքը ձեր մեջ գտնելով բարբերաբար աշխատանքի եւ ոգեշնչման աղբյուրը, փորձում եք ստեղծել մի բան, որը ձեզ հարազատ է։ Եվ ես փողոցում նկարելով հասկացա, որ մենք նկարում ենք միայն սար ու ձոր մեծամասամբ։ Իսկ քաղաքը, այն քաղաքը, որտեղ մենք ապրում ենք, քաղաք ասելով նաև գյուղը նկատի ունեմ, այն փողոց են, հարաբերություն են միջավայրը, որտեղ դուք մեծանում եք, մենք մեծանում ենք, մենք դա չենք պատկերում։ Իսկ կյանքը հիմա է այստեղ, ոչ թե ինչ-որ հեքիաթային սարերում համաձայն եք իմ հետ եւ կարծում եմ, որ այս կյանքն էլ շատ գեղեցիկ ու յուրօրինակ է, ինչքան էլ որ առօրյան հասարակ թվա, այդքան էլ այդպես չի։ Ինչպես է ձեզ գերել նկարչությունը, ինչպես եք որոշել հենց նկարչությամբ զբաղվել։ Ձեռքս վերցրեցի մատիտ եւ թուղթ, նկարեցի դիմանկար, հենց դիմանկար տատիկից ու ստացվեց ներկայացնել բնավորություն իհարկե այդքան լավ չստացվեց, բայց զգացի, որ շատ սիրեցի այդ գործը անել ու փորձեցի խորանալ։ Եթե մարդ չունի իր հմտություն նկարելու, կարող է իր աշխատասիրությամբ հասնել գեղեցիկ նկարելու։ Եթե չունի հմտություն, ձեռք կբերի։ Եթե ունի գաղափար, ինչ պետք է անի, որտեղ նկարչությունը շատ դրսևորումներ ունի, հզոր աշխատանքը շատ անգամ կարող է կապված չլինել հենց անմիջապես հմտությունների հետ, բայց պրոֆեսիոնալիզմը պարտադիր է սովորել, փորձել անել ու ունենալ այն հենքերը ու այն հիմքերը, որոնք որ բերում են ավելի լավ արդյունքների։ Դուք նշեցիք, որ մի թուղթը ջրաներկի է, մի թուղթը ոչ, իսկ ինչով են դրանք տարբերվում։ Ջրաներկի թուղթը հնարավորինս բնական բամբակի խտացված, այսպես ասած, թուղթ է, որը որ ջրով բացվող ներքին չի թողնում շատ դուրս գալ իր սահմաններից։ Այլ բառերով ասած, ջրաներկի թղթի միջոցով դու կարողանում ես ավելի լավ վերահսկել քո նկարչությունը։ Տեսեք, ես ինչքան էլ վերահսկեցի, այստեղ առաջացան իմ համար ոչ ցանկալի գծեր եւ այլն, Կարծես ջրաներկի թղթով աշխատելուց ավելի որակյալ է նայվում աշխատանքդ։ Բայց շատ գործեր, շատ հայտնի նկարիչների արված են օրինակ ոչ ջրաներկի թղթի վրա։ Գուցե ձեզ դուր գա հենց այդ էֆեկտը, Ձեր նկարների վերաբերյալ հասարակության կարծիքը հաշվի առնում եք։ Հասարակության կարծիքը հաշվի չեմ առել, բայց մասնագետների կարծիք հաշվի առնում եմ։ Ես չեմ ասում համաձայն եմ, թե չէ, բայց բնականաբար մասնագետներին լսել կարելի է եւ պետք է։ Իսկ հասարակության կարծիքը դու կարող ես փոխել հասարակության կարծիքը հենց դու, նկարելով մի բան, որը որ գուցե չի եղել եւ փշերով, կամ սրերով, սվիններով ընդունվի, բայց հետո օրինակ ցուցադրվի մի հետաքրքիր տեղ, վերադառնաս ու հասկանան, որ կարելի է նաև այսպես նկարել ու սկսի նաև մարդկանց դուր գալ դա։ Այսպեսի տարօրինակ բան է նկարչությունը։ Ճիշտ է, որ ջրաներկով նկարները երկար կյանք չեն ունենում, շուտ են խամրում։ Չէ, ճիշտ չէ, մի անգամից ուղիղ պատասխան եմ։ Եթե մենք մտնենք օրինակ Օրսեա, Ֆրանսիայում թանգարան, մենք կտեսնենք 1400-ականների արված ջրաներկ, որը որ փայլում է կարծես նույն կերպ, ոնց որ մեկ շաբաթ առաջ արված լինի։ Ինքը ոչ մի բանով եւ ազնվությամբ եւ թանկությամբ չի տարբերվում յուղաներկից։ Յուղաներկն ավելի ընդունված է։ Նաեւ սա է կարծրատիպ, որ տարիներով եկել է, որ նախապատրաստական արվում է ջրաներկ, հետո դա պետք է տեղափոխել յուղով արվող, յուղաներկով ավելի մեծ գործի վրա։ Ոչ, չկա նման բան եւ ջրաներկի կյանքի տևողությունը մոտավորապես նույնը կամ ավելի երկար կտևի պահպանման դեպքում, նա ճակ չի տա, նրա վրայից ներկը չի թափի ինչպես յուղաներկի դեպքում եւ համապատասխան պահպանության դեպքում, որ ուղիղ արևի տակ չպահենք, պարզ ասած ինքը հարյուրավոր տարիների կյանք ունի։
Մասնակցեցի քո արվեստը դպրոցում ծրագրին, հանդիպեցինք Պետո Պողոսյանին։ Ես ինքս զբաղվում եմ նկարչությամբ եւ ինձ համար հաճելի էր մասնակետի խոսքը լսելը։ Շատ հետաքրքիր դասընթաց էր։ Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի, սովորեցինք ջաներկի տեխնիկային եւ առօրյայում կօգտագործեմ հաստատ։ Շատ բաներ սովորեցի այս ելույթից եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորություն տրամադրելու համար։ Այն արվեստը, որ ինձ հոգեհարազատ էր, այսօր ավելի ջերմ դարձավ։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են։ Շնորհակալություն։ Կուզենայի էլի այսպիսի միջոցառումներին մասնակցել, որովհետեւ շատ գիտելիք են ինձ տրամադրում։ Եթե հետագայում էլի լինեն այս միջոցառումներ, հաճույքով կմասնակցեմ։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ, Լուսաբաց, թե մայրամուտ։ լուսաբաց, Սուրճ, թե թեյ։ սուրճ միանշանակ, Յուղաներկ, թե ջրաներկ։ ջրաներկ միանշանակ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ սկզբից պլանավորում, հետո ինքնաբուխություն իր բոլոր դրսևորումներով։ Սիրելի նկարիչ, Հենրի Ուայև, աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ ոչ են, առօրյա ձայներ, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ փողոցում շարժվող մարդիկ, Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Էդմոն Ռոստանի Սիրանո դե Բերժերակ, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ իմ տարբեր տեղերից ձեռք բերված կամ գնված արտիֆակտները, Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Սարջենտ, Ջոն Սարջենտ, Որ քաղաքում կցանկանայիք ապրել։ ընտրությունս Երևանի կամ Գյումրիի մեջ է, որտեղ որ մեկը ծնվել եմ, ուստեղ ապրում եմ, երկուսում էլ, Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ ավելի շատ զգացողություն, Ժամանակակից, թե դասական արվեստ։ շատ լայն է հարցը, ժամանակակից, Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ սիրուց, Որն է արվեստագետի գերբնական ուժը։ չունի արվեստագետը գերբնական ուժ, Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ ես միշտ կարող եմ ստեղծագործել, չեմ մտաբերում նման բան, առանց ինչի չեմ կարողանա ստեղծագործել, Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ թարմություն, արագություն կարծում, Որն է ձեր կյանքի կարգախոսը։ չեմ մտածել դրա շուրջ, Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ կլինեի վիրաբույժ, Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ բովանդակություն ամեն դեպքում, Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ խոսել ավելի դժվար է, բայց լռել էլ ավելի, Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ ավելի մոտ զգացմունքը կենսուրախություն, Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ փորձենք հասկանալ իրար,